Փառք Տիրոջը, եղբայրներ, քույրեր ջան։ Ես էլ եմ շատ ուրախ, որ այսօր ձեր մեջ եմ եւ այդքան քույր եղբայր ունեմ։ Փառք մեր երկնավոր Հորը, որ հաճեցավ մեզի փրկագնի։ Մենք ոչ թե լոկ փրկվածներ ենք, մենք փրկագնվածներ ենք։ Այսինքն մեր փրկությունը ի կատար ածելու համար Հայրը շատ մեծ գին ա վճարել։ Ու այդ արժեքը երբևիցե չի կարելի փոխհատուցել։ Ոչ էլ կարանք տանք, որ փրկություն ունենանք։ Ոչ էլ հետո կարանք փակվենք ինչ-որ ձևի։ Ընդհանրապես մենք սովոր ենք, չէ՞, տենց ապրելու։ Ես հիշում եմ մի անգամ, որ շատ էի ուզում, ասում էի Տեր Աստված, ինչ կլինի, Հիսուս ջան, ախր մի բան անեմ, պատրաստ եմ կյանքը զոհաբերելու քո համար, որ մի քիչ թեթևանամ այս պարտքի զգացումից։ Բայց Աստված միտքս բացեց, որ ասեց դու ինձ 200%-ով ես պարտք։ Եթե նույնիսկ կյանքդ դնես ու զոհվես ինձ համար, դու ընդամենը 100-ն ես փակելու, մտածում եմ ոնց, ասում հա ես քեզ համ ստեղծել եմ, դու ինձ ես պատկանում 100%-ով։ Դու սեփական ոչ մի բան չունես, բացի քո ընտրությունից։ Հետո էլ փրկագնել եմ ես քեզի իմ արյան գնով, կյանքի գնով։ Հիմա դու ինձ 200%-ով ես պարտք, որ կյանքդ էլ տաս ընդամենը 100-ն ես փակելու։ Էլի դու հավիտյան 100%-անոց պարտական ես մնալու ինձի։ Հենց որ հավիտենության մեջ էլ արժանիք չես ունենալու։ Չէ՞։ Թե կարանք մեր պարտքը փակենք։ Ես վերջերս իմ համար հետաքրքիր էր հորեղբայրս, որ մահացել էր, դա շատ տարիներ առաջ էր, ես երեխա էի այն ժամանակ, 80 թիվն էր։ Հետաքրքիր էր, որ սփխեջի համար մի հատ գառ էին առել, այդ գառը անընդհատ բռռում էր։ Դե մենակ, ես էլ երեխա եմ, չգիտեմ, այդ գառը խի ահա, անընդհատ հա կերակրի, թեփ տվի, այդ խեղճ գառը խցանվավ, ստիպված մորթին, որ մորթին ես իմ տեղը չէի գտնում, ժամերով լացել եմ, այն գիտակցությունից, որ ես եմ մեղավոր, որ այդ գառանը մորթել եմ, չնայած կարող եմ մի քանի օր հետո էլի մորթեին, բայց որ գիտակցում ես դու ես մեղավոր, դա լրիվ սարսափելի բան է։ Ես ուզում եմ կարդամ Հայտնության 5-րդ գլուխ 3-րդ խոսքից, բայց ոչ երկինքի մեջ, ոչ երկրի վրա եւ ոչ էլ երկրի տակ գտնվեցավ մեկը, որ կարող լիներ այն գիրքը բանալ, ոչ էլ անոր նայել։ Ես ալ սաստիկ կուլայի, քանի որ մեկը արժանի չգտնվեցավ այդ գիրքը բանալու, ոչ էլ անոր նայելու։ Ու երեսներից մեկը ըսավ ինձի՝ մի լար, ահա Հուդայի ցեղեն եղող առյուծը, Դավիթի արմատը հաղթեց, եւ որ այն գիրքը պիտի բանա ու անոր 7 կնիքները պիտի քանդե։ Տեսա թե աթոռի ու 4 կենդանիների մեջտեղում եւ երեցների մեջտեղում կանգնած գառնուկ մկար, որպես թե մորթված, որ 7 եղջյուր ու 7 աչք ուներ, որոնք Աստծո 7 հոգիներն են ու բոլոր երկիրը կղրկվեն։ Գիտեք, այս հատվածի մեջ զարմանալին որն է։ Հուդայի ցեղի առյուծը մորթվել էր գառան պես։ Մեզանից ով կարա առյուծին գառան տեղ պահի։ Կարաս մի բուր թեփ տաս, մի դաստախոտ տաս առյուծին։ Լավ, ինչն էր ստիպե այդ առյուծին, որ գառ դառնա, որ մորթվի գառան պես։ Այն հզորը, այն ամենակարողը, այն սքանչելին, որով ամեն բան ու ինչ որ կա նրանով եղավ, առանց նրա բան չեղավ, ինչ որ եղավ։ Նախանցյալ տարի էր, կարծեմ, մենք Սասունիկում քույրիկ ունենք, ննջել էր Մոսկվայից բերի։ Ուրեմն դե թաղումից հետո գնացել ենք աղջկան մխիթարության։ Ուրեմն դե այցելել ենք։ Հիմա այդ տան մեջ իրա դեկոր տեղեն, ես չգիտեմ, որ իրանք շատ գրագետ են, համալսարան ավարտ, իրանց ազգի մեջ գիտնական էլ կա, այն հոգեբանությունով իրա դիրքը բռնե կայնե, որ այս տան մեջ հանգարց, չլինեմ չիմանամ, ձեր հավատացիալական բաները խոսակ։
նայում ես այդ մթնոլորտը այդքան լարված է, հիմի նստել ենք, իմ համար շատ զարմանալի էր։ Հարց եկավ մեջս, ասում եմ ախպերս, ջրի բաղադրությունը գիտես, ես զարմացա ոնց, ով չգիտի իբր թե, ասում եմ ոնց է բաղադրությունը, ասում եմ հաշ 2 օ, ասում եմ ուրիշ բան չկա, չէ ասում եմ ինչ պետք է լինի, ասում եմ ոնց, ասում եմ 2 հատ ջրածին, մի հատ թթվածին, չէ ասում եմ հա, ասում եմ ուրիշ բան չկա մեջը, դե չէ ասում եմ հոպար ինչ պետք է լինի, ասում եմ դու հələ մի հատ մտածի, ասում եմ ջրածինը ատոմային զենքից ջրածնային զենք է, ամենա հզոր վառվող հեղուկն է ջրածինը, որ ավելի հզոր ատոմային զենքից, չէ ասում եմ հա, ասում եմ ջրածինը ամենաբռնկվող պայթուցիկ հեղուկն է, ու առանց թթվածիններ լուցկի չես կարա վառես, հիմա այդ ոնց է, այդ ջրածինն ու թթվածինը իրար հետ չի վառվում, ինքը կենարար հեղուկ է, մեջը ուրիշ բան չկա, չէ ասեց հոպար ինչ կա, ասում եմ մեջը Հիսուս կա, ոնց ասում եմ գրված է, ինչ որ եղավ նրանով եղավ, առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ, հիմա եթե Հայր Աստված այդ Հիսուսին ջրի միջից հանի, դու գիտես ինչ կկատարվի ես երկրագնդի հետ, դե որպեսզի այդ շփոթված վիճակից դուրս գա, ասեց այդ համ լիմոնադ առնեմ գամ, ասի գնա, հիմա եթե մեր մեջ Հիսուս չլինի, մենք այդպես չենք ժպտա, այդպես խաղաղ չենք կարա նստենք, հույսով չենք կարա մխիթարված լինենք, որ կգա օրը լավ կլինի, այդ հզորը, այդ ամենակարողը գառան պես մորթվել է իմ համար, գիտեք միջև հիմա էլ գառան պես է վերաբերվում, ինքը երբ որ մոտենում է, որպես թե մի հատ գառնուկ է, իր հզորությունը երբեք չի դրսևորում, իր առավելությունը երբեք չի դնում մեր վրա, որ չլինի թե մենք փախնենք իրանից, այլ որ փաթաթվենք իր վզով, համաձայն եք, չէ, դե փառք Տիրոջը, ես չէի ուզենա շատ երկարացնեի, մի կարճ բան էլ կվկայեմ, բայց միջել վկայելս ասեմ Ղուկաս ավետարանի 15-րդ գլուխը գրվել է մի պատճառով մենակ, որ փարիսեցիները, դպիրները մեղադրում էին Հիսուսին, թե դու ինչի համար ես այդ մեղավորների, մաքսավորների հետ նստեմ խոսեմ, որտեղ նրանք եկել էին Հիսուսից լսելու։ Ու Հիսուսը պարզ օրինակ ասեց, ձեզանից կա մի հատ տղամարդ, որ 100 ոչխար ունենա, ու հանգարց իրիկունը այդ 100-ից մեկը տուն չգա, չի թողի 99-ին այդ այդ մեկի հետևից, ուզում էր ասել, եթե ձեր համար, ձեր մի ոչխարը, թեկուզ 100-ի միջի մի հատը արժեք ունի, ձեր կարծիքով Աստծու համար իր որդին արժեք չունի, Ղուկաս 12:32-ում Հիսուսն ասում է մի վախեցիր, պստիկ հոտ, որովհետև ձեր հայրը, չի ասեմ իմ հայրը, այդ տեղում յուրահատուկ ասեմ, ձեր հայրը հաճեցել է, որ իր արքայությունը ձեզի տա։ Հիմա այդ ժամանակ, այդ ժողովուրդը իդեալական հոգևոր վիճակ ունեին, հավատացյալ էին, թե հոգևոր էին։ Ես կարծում եմ հավատացյալ էին, բայց ոչ վերստին ծնված էին, ոչ էլ հոգևոր էին, ոչ էլ մեր նման սուրբ գիրքը ունեին, նրանք նոր կտակարանել չունեին, սկի գրված, հին ուխտի գրքերն էին կարդում, որը Աստծու խոսքն է, Աստծու շնչով գրված, չէ՞։ Հիմա տեսեք, նրանից հետո օրինակը բերում է 10 դրամ ունեցող կինը, եթե մի հատը կորցնի, չի փնտրի։ Հիսուսի նպատակը որն էր, որ ժողովուրդ հասկացեք, դուք Աստծո որդի եք, Աստված իր արքայությունը ձեզ ա տվել, ու չի ուզում որևէ մեկիդ կորցնի, դուք իր համար շատ արժեքավոր եք, անսահման արժեքավոր եք, ես այդ շատ բառը որ օգտագործում եմ վատ եմ զգում, գիտեք խի, որտև Աստծո սերը անսահման է, ինքը շատ չի սիրում, ինքը այնպես սիրեց, որ միջև միածին որդուն տվեց, արդեն տրված է այդ փրկությունը, այդ որդին, գինը վճարված է, մենք Աստծունն ենք, Այստեղ չկա մեկը, որ սատանին պատկանի, մեր հայերեն բառերը շատ յուրահատուկ են, Աստված, ինչ է,
մեզի հուշում։ Ինչ որ կա ինքնա տվե, չէ՞։ Սատանա, դա ինչ է հուշում մեզի, որ իբր թե պետք է նոր տա։ Հիմա երբ որ սատանան մոտենում անց մի բան արա, որ Աստված քեզի սիրի։ Իե։ Ոնց իմ հերն է, ինձ չի սիրեմ, նոր պետք է սիրի, հա։ Դուք ձեր երեխեքին ինչի մարեք սիրեմ, քույրեր, եղբայրներ, որ իրանք լավն են, փող են վերեմ դրա համար։ Ահարոն եղբայրը կհիշի նախանցյալ տարի մեր մոտ թաղում էր, ինքը եկել էր ինձ օգնելու։ Ու այդ մեռնողը համ ֆիդային էր, համ շրջապատի տղա էր գողականի, համ էլ հավատքի էր։ Դե եկեղեցի չէր գալիս, մեկ գալիս էր աղոթք էին կանում, այտենց Հիսուսին չէր մերժում։ Ու վերջի օրերում էլ ընդհանրապես որոշել էր, որ պետք է լուրջ ապրի, բայց մահացավ։ Ես ինչի համար եմ ասում, ես այսքան տարի հավատքի մեջ եմ եղել եմ հոգևոր շատ թաղումներում, այտենց բան չէի տեսի։ Պանիխիդայի օրը տղամարդիկ դրսից փողոցից եկել էին ներս, որ լսեն, թե ինչ են խոսում այս մարդու վրով, բայց այդ մարդու վրով ինչ պետք է խոսաս։ Ու մեռելը չի պատճառը, որ մենք պետք է խոսանք, պատճառը Քրիստոսն է, այնտեղ ավետարան պետք է տվածվեր։ Ահարոն եղբայրն էլ եկավ, թաղումին էլ խոսացինք, ինքնահողին էլ խոսացինք, շատ չերգարացնեմ, վկայեմ ու աղոթք անենք։ Ուրեմն անցյալ տարի հարսանիք ենք, մեր կողքի գյուղում մեկը կա իր անգերներից, որ էլի ֆիդային է, մի խոսքով կրվարար, այնց մարդ է, մականունը Գել։ Ուրեմն այդ հարսանիքի վերջում, չգիտեմ, ով ինչ հելել էր, կենաց էր ասել, վիրավորել էր։ Հիմա այդ մարդը հարբած հելելա, որ դրա հետ հաշիվներ մաքրի։ Հիմա ես էլ նստած ոնց կթողես այդ հա, վերջը հելա, թևից քաշում եմ, անունելի Գևորգ, ասում եմ, Գևջան, ախպերս ինչ կլինի, արի ես կողմ էլի, թող այդ հարգը չխանգարվի։ Ուրեմն այդ հարբած վիճակով շուռ եկա, որ տեսավ ես եմ, հիմա երկու ձեռը վերևա բարձրացրի, հոգևոր ախպեր ջան, հարց չկա, պարեմ եմ, էջմ եմ պարելու, ասի դե գնա պարելու։ Հետո մտածում եմ, Տեր Աստված, ես ով էի, որ իրան ասի, ինքն էլ լսավ, ու Սուրբ Հոգին ասում է, դու չլսար ինչ ասում։ Ասում է հոգևոր ախպեր ջան, ասիկին այդ քո, ես իմ ինչը չէր, որ իրան կանգնեցրեց այդ մտադրությունից, իմ խոսքն էր իր սրտում, որ ցանվել էր։ Իմ խոսքը իրան ներսում գործ անում։ Հիմա լույսի մեջ լույսը պետք չի, քույրեր եղբայրներ։ Չէ՞։ Լույսը խավարի մեջ է պետք։ Հետո լույսը, որ վառվում է, օրինակ հիմա ես շատ չեմ երկարացնի, եղել է, որ ասենք կայծակը խփի, հետո ձենը լսեք ամրոպի։ Լույսը ձայնի կարիք չունի։ Երբ որ մենք լույս ենք, այդ լույսը հեռվից երևում է, պետք չի դու իրան բացատրես։ Հիմա ասածս ինչ է, այն լույսը, որ եկել է մեր մեջ, այն Քրիստոս, որ մեր մեջ է, քույրեր եղբայրներ ջան, ինքը պետք է երևնա մեր կյանքում։ Ու հեռվից էլ ինքը երևում է։ Չէ՞։ Երկերկոցի 2-4-ում գիտեք ինչ է գրած, անոր դրոշը իմ վրա սեր է։ Երբ որ մեր ներսում սերը կա, Հիսուսի դրոշը, օրինակ զորքերը ինչից են իմանում, որ էսի որ երկրի զորքն է, դրոշակից չէ, դրոշակակիր, ասենք գունդ կա։ Հիմի դրոշը ինչ է։ Սերը, թե ճիշտ է, ես ճիշտ եմ, իմ հասկացողությունը ճիշտ է, մեր հավատքը ճիշտ է, եթե չգաք ջրվեժի պաշտամունքին, ուրեմն կկորեք հավիտյան, հա, այտենց է, որ այդանք երկինք ընդ կտենանք ամեն ազգից, ամեն ցեղից, չէ, ամեն լեզվից, ու իրանց հետ պետք է ասում փառաբանենք, հիմա ինչ եմ ուզում ասեմ, երբ որ ներսդ Քրիստոս կա, կյանք կա, դուր, բաժանի, լույսը չի կարա թաքնվի, ոչ էլ աղը, եթե քցես ինչի վրա ուզում ես աղը քիչ, անպայման իրա ներգործությունն անում է, ում հետ շփվես, աղը իրա գործն անում է։ Տերը օրհնի մեզի, կարելի է շատ խոսալ, բայց եկեք աղոթք անենք։ Աստծո շնորհքը մեր վրա կա, անկախ մեզնից այդ խոսքը կա, դու ոչ վախեցի,
ոչ էլ թուլացի, մի բան էլ ասեմ, ձեզանից ով է իր հիվանդ երեխուն տնից վռնդե, ասեմ իջև չլավանաս, տուն չգաս։ Հիսուս պարզ է, չէ ասեմ, որ իրան մեղադրում էին, ես եկել եմ գորասներին, մեղավորներին փրկեմ։ Ու ոնց որ արդարը իմ կարիքը չունի, ոնց որ առողջը բժշկի կարիք չունի, հենց էլ ես եկել եմ այդ մեղավորների համար։ Մի նայի, որ մեղավոր ես, հիվանդացել ես, ոչինչ, կլավանաս։ Մի նայի, որ դրսինը մեղավոր է, նրա համար էլ է Աստված իր միածին որդուն տվել։ Թեկուզ աշխարհի մեջ է։ Փառք քեզի Սուրբ Հայր։